Եթե աշխարհում կար ընդամենը մեկ մարդ, ով երբևիցե խաղացել է Մադրիդի Ռեալի եւ Պաոկի կազմում, դա Պաբլո Գարսիան է եւ Պաբլո Գարսիան, ով մեկ մրցաշրջան Ռեալում անցկացրեց փաստացի որպես Ռեալի ֆուտբոլիստ եւ շատ հերվից եմ գալի, ինչպես եղավ Պաբլո Գարսիայի տեղափոխությունը Ռեալ 2004-2005 մրցաշրջանի վերջում Ռեալը Օսասունային պարտվեց 3-0, շատ վատ խաղեր։ Եվ այդ ամառ Ռեալը գնեց 2 ուրուգվայցու Կարլոս Դիոգոին, աջ-պաշտպան, ով Սիսինյոյի զամենն էր, եւ Պաբլո Գարսիային, ով կենտրոնում խաղում էր Թոմաս Գրավեսենի հետ։ Պատկերացեք, աշխարհի ամենավատ կիսապաշտպանական զույգը կարա լինի։ Ու իրենց հետ այնտեղ կային նաև Դեյվիդ Բեքհեմը, կար Գուտին, չէ, Զիդանը արդեն չկար, եթե չեմ սխալվում, կամ մեկ մրցաշրջան, հա, այդ մեկ մրցաշրջան խաղացրել են։ Մի խոսքով, շատ հակասական թիմ էր այդ ժամանակ Ռեալը, ու Պաբլո Գարսիան, ով եկավ 22 հանդիպում անցկացրեց Ռեալի կազմում, եւ գնաց Սելտա, գնաց այլ ակումբներ, եւ ի վերջո Իսպանիայից տեղափոխվեց Հունաստան եւ Պաոկ։ Պաոկի կազմում մի քանի հետարքիչ մրցաշրջան անցկացրեց, 122 հանդիպում, եթե չեմ սխալվում, անցկացրեց Պաոկի կազմում, անգամ հաղթեց Տոտենհեմին, որտեղ խաղում էր Լուկա Մոդրիչը, Տոտենհեմի մարզադաշտում եվրագավաթներում, եւ նաեւ հիշվեց իր բռնկուն եւ այսպես շատ էմոցիոնալ կերպարով, քանի որ մշտապես լինում էր ինչ-որ կոնֆլիկտներ նաև մեջ խաղադաշտում, բան ցենց գժոտ կայֆոտ տիպ էր, ինչից հետո անցավ մարզչական աշխատանքի, ավարտեց կարիերան Քսանթիում, Շկոդա Քսանթի, տենց թիմ կար, հիմա մի փոքր անունը փոխվել է։ Որտեղի թիմ է։ Հունաստան։ Քսանթիում ավարտեց կարիերան եւ անցավ մարզչական աշխատանքի Պաոկի համակարգում։ Պաոկի մինչև 17 տարեկանների թիմի մարզիչն է եղել, մինչև 19 եւ այնուհետև վստահեցին նրան հիմնական թիմը Պաոկի։ Ինչն է հետաքրքիր, որ Պաոկի մինչև 19 տարեկանների թիմի հետ 3 անգամ անընդմեջ այդ տարիքային Սուպերլիգան Հունաստանի հաղթել է եւ 3 տարի այդ թիմը անպարտելի է եղել։ Պատկերացնում եք 3 տարի անպարտելի է եղել։ Ռեզյումեն դու ես հավաք հետևել Նոային Ռոբ։ Կան լավ բան կա ասես։ 3 տարվա դու այդ հարցը տես չես տվել։ Երբ որ Հայկը Հովանեսյան հարապարակեց ինսայդը, որ Պաբլո Գարսիան կարող է դառնալ Նոյի գլխավոր մարզիչ, 1 րոպե չանցած զանգ եմ ստանում Հայկից։ Շատ խնդալու էր, որովհետև բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես նաև Պաոկ եմ երկրպագում եւ Ռեալին զուգահեռ ու 20-21 մրցաշրջանը, երբ որ նա եկավ Պաոկի գլխավոր մարզիչ, այդ տարի Հունաստանի առաջնությունը մի փոքր այլ ձևաչափով էր ընթանում, 2 կեսով էր ընթանում, այսինքն առաջին 8 թիմերը պայքարում էին վերջնականապես այսպես չեմպիոնական զամբյուղով, վերջի թիմերը մրցում էին Իմիկվա Շվեյցարիա առաջնության մրցում էին ով դուրս կմնա եւ Մալթայի էլի դուք Մալթայով այդտեղ առաջնությունում Պաոկը 4 տեղը զբաղեցրեց 24 թե 26 խաղից հետո, բայց կարողացավ արդյունքում երկրորդ տեղում ավարտել Օլիմպիակոսը այդ տարի 90 միավորով դարձավ չեմպիոն, անհավանական էր Օլիմպիակոսին հաղթելը, բայց փոխարենը Պաոկը նվաճեց գավաթը Հունաստանի, դա եթե չեմ սխալվում, երրորդ թե երկրորդ անընդմեջ շարք ուներ 3 անընդմեջ գավաթ նվաճելու, դա կարծեմ երկրորդն էր։ Ու բավական լավ ֆուտբոլիստներ կային, դեպ նույն Ցոլիսը, ում մասին մենք խոսում ենք, Ցոլիսը հենց այդ ժամանակ խաղում էր Պաոկում ու շատ լավ էր խաղում։ Կար նաև այդտեղ, եթե չեմ սխալվում, Չուբա Ակպոմը, ով խաղաց նաև հետո Այաքսում ու ով Արսենալի սանեի դեպ։ Ու էլի մի շարք ֆուտբոլիստներ հետաքրքիր։ Եվ իր այսպես ասենք թիմերը եւ իր Պաոկը նույն ձև
կարծես մարշչի խարիզման եւ այդ բնավորությունը ворթեգրած թիմեր, ինչը կարծում եմ խարիզման եւ բնավորություն, խարակտեր and բնավորություն, այո, ворթեգրած թիմեր, ինչը կարծում եմ այս նոյին ամենաշատն էր պակասում։ Լավ դիտարկում այդի։ Լավ հումորային կոմենտ կա Տիգրան Սահակյանից, ասում է Զիդանն ու Գարսիան վերամիավորվեցին ասում Պրեմիեր Շատ լավ։ Բոմբ։ Եվ նաև հարցնում են կհիշեք հայ ֆուտբոլիստներից ով է խաղացել 20 թիում։ Մարկոս Պիզել, չէ։ Այո, այո, դե հայը մի քիչ սխալ էր, բայց հա։ Էլի հայեր են խաղացել Հունաստանում, Հունաստանի տարբեր թիմերում, բայց Մարկոսը երևի թե ամենա տպավորիչներից մեկն էր 20 թիում, ուզում եմ հիշեմ, չէ։ Ուսում եմ հասկանայի զուգար ինչ որ բան եղել այդ ժամանակ, թե չկարող իրար հետ են խաղացել, բայց չէ ոնց որ։ Էլ ինչ կարող եմ պատմել Պաբլո Գարսիայից, ես շատ կցանկանայի լսել նաև Ավետիս Ավետիսյանի կարծիքը Պաբլո Գարսիայի մասին, որտեղ հնարավոր է նրանց այդ ժամանակատվածը եւս Պաոկի ակադեմիայում հանդես գալու համընկել է կամ ավելի շուտ այն ժամանակը եղել մինչև 19 տարեկանների թվում Ավետիսը, երբ որ Պաբլոն գլխավոր մարզիչներ, եթե չեմ սխալվում, միգուցե այդպես ավելի հետաքրքիր կարծիք իմանանք, ինչպես նաև սպասում կարծիքների օրինակ Դինամո Թբիլիսի ֆուտբոլիստ Նինուայից, եթե Հակոբ Չալիկյան մեզ լսում է, կարող է հարցնել, հետո փոխանցել, ով եւս Պաբլո Գարսիայի գլխավորությամբ խաղացել է Պաոկում։ Իսկ հայ մարզիչներ դիտարկել են Նոայում։ Կարող է դեր չգիտեմ։ Ես եթե Պաբլո Գարսիայից այսքան մանրամասն տեղյակ եմ, չի նշանակում, որ բոլոր տեխնացիաների ես ուղղակի Պաբլո Գարսիային եմ լավ ճանաչում։ Դե ինչ կարծիքներ կա, այն որ Պերկովիչին պետք էր փոխել, մենք նախորդ լայվի ժամանակ այսպես լուր կոնսենսուսի եկանք հիմնականում, բայց հիմա նայ պետք է նենց մարզիչ, որ երկարաժամկետ, հա, պլան կարողանա նոան կառուցել 2, 3, 4 տարվա, որովհետև եթե չէ ես մի հատ հետաքրքիր միտք հայտնեմ քեզ։ Լավ ֆոտո է։ Հա, իդեպ շատ նման է ֆոտոսեսիային, շատ նման չէ, մի փոքր նման է, որով Պաոկն էր ներկայացրել ժամանակ, բայց այս ավելի տպավորիչ է, շատ ավելի տպավորիչ, շատ ստիլնի, հա, դզեց։ Ու սև ու սպիտակի մեջ հետաքրքիր է, որ այս երկու ակումբներին նմանացնում է նաև Պաոկի երկգլխանի արծիվը, այդտեղ բազեա, սև ու սպիտակա, չգիտեմ, այդ բաները շատ են։ Black and white կաս։ Ինչ էի ես ուզում ասել, երբ որ արդեն հայտնի էր, որ Պերկովիչը հեռանալու է, իմ գլխում այսպես միտք ծագեց, որ սա ամեն դեպքում այնպիսի ինկուբացիոն շրջան է ակումբի համար, որ մարզիչներ լինելու, ովքեր հեռանալու են, ովքեր գալու են, ֆուտբոլիստներ, այստեղ կարևոր է հիմքը ճիշտ դնել եւ ավելի շատ ուշադրություն դարձնել հիմա ակադեմիային, որպեսզի 5-10 տարի հետո կարողանաս այդ շարունակականությունը ապահովել եւ տեսնես քո աշխատանքի արդյունքը, որովհետեւ մի տարի չեմպիոն դառնալու ես, մի տարի գավաթն ես նվաճելու, մի տարի Եվրոպա ես խաղալու, մի տարի կոնֆերենցիա, այդ ամեն ինչը զարգացման этаպի մեջ պետք է շարունակական լինի, բայց պետք է ակադեմիան սկսի աշխատել, դու դրա արդյունքները տեսնես, ուրախանաս, որպեսզի այդ քո ճանապարհը եւ տեսլականը արդարացի լինի։ Դու ենթատեքստում ես ասում, Ռոբ, որ երիտասարդների հետ լավ աշխատել ես։ Այո, բայց Պերկովիչն էլ լավ աշխատել։ Խոսացի Ռոբ, կարողա ժամանակը բարձա մի քիչ ավելացնել։ Այս մենակ իմ ժամանակն է։ Այդ առումով էր երիտասարդների հետ լավ մասնագետ։ Երիտասարդ, բայց ինքը տենց չէր իրան պահում։ Չէ, ինքը տես չէ։ Ընդհանրապես տենց։ Այսինքն դա մի քիչ դրված խնդրից էլ է գալի, ակումբը ոնց է դնում խնդիրը։ Առաջադրանք է դնում մարզի արչև։ Ես նայում եմ կազմը, որով խաղում էր այն ժամանակ Պաբլո Գարսիան, Պաոկում, այս պահին ազատ գործակալի կարգավիճակում Ալեքսանդրոս Պասխալակիսն է, դարպասապահը, մտածում եմ մի քիչ շուտ գար կարող էր իրեն Ալեքս Զատիկյանը, հա։
Ալեքս Պասխալակի դեպ Հայաստանի հավաքական դեմ խաղաց, հետո գնաց Օլիմպիակոս եւ եգիպտացի Ամր Վարդանը։ Դու ուզում ես ասես Յակոլիշի գրգիչի տեղը ով է գալու, հա, դա մի։ Ուզում հասկանամ ովքեր կարող են խաղացողներին բերի։ Հա, Տոմաս Մուրգը կարող է գալ հարցակողական ոճի կիսա։ Նրանք ովքեր ակումբ չունեն այս պահին եւ ինչն է հետարքիր, որ շատ հետարքիր ֆուտբոլիստ կա Դմիտրիոս Լիմնյոսը, ով էլի եզրում խաղացող ֆուտբոլիստ է, ով իդեպ ապոելում է եղել մինչև վերջերս, դա եւս կարող է այսպես ուժեղացում լինել Նոայի համար Լիմնյոսը հաստատ կարող լինի, որովհետեւ շատ տաղանդավոր 23 տարեկան հույն ֆուտբոլիստ է։ Բայց Բերկովիչն էլ էր իր ճանաչած ֆուտբոլիստներին այսպես ասած բերում Նոա, որը ցավոք այդպես չաշխատեց։ Բայց մենք ունենք միևնույն ժամանակ ինքը չէր բերել Գրգիչ Յակոլիշ։ Դու դա ինսայդ ունեք, ես ինսայդ հակառակն ունեմ, որ իրան են առաջարկի ակումբ այդ ֆուտբոլիստներին։ Դե չգիտեմ, բայց այստեղ մենք ունենք նաև մեկ եւս շատ լավ օրինակ Տուլիպայի, ով իր ճանաչած ֆուտբոլիստներին բերում է ու ճիշտ օգտագործում, այսինքն այն ֆուտբոլիստները, ովքեր կարող են իր ուզած արդյունքը ապահովել։ Պաբլո Գարսիայի պարագայում չգիտեմ ինչ կստացվի, բայց ամեն դեպքում այն ֆուտբոլիստների անունները, որ ես տվեցի, իրենք շատ լավ ֆուտբոլիստներ են, նույն Ամր Վարդան մի քիչ տենց ավելի Տիգրան Բարսեղյանի ոճի վինգերա, խարակտերով եւս, դրա համար իրան խորհուրդ չէի տա ամեն դեպքում, բայց նույն Լիմնյոսը ունեք ֆանտաստիկ ֆուտբոլիստ է։ Խաղային տեսանկյունից հիմնական խաղային Վերջապես 4-2-3-1 հիմնական սխեման է իր նախընտրած, որը կարող է լինել թե ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանողական ոճի, նաև 2-6-ով, ինչը մենք մի փոքր այսպես չգիտեմ, օրինակ 2-6-ով էտեկի Սանգարը չենք տեսել բանի ժամանակ։ Տեսնում ենք մեկ-մեկ։ հա, եւ Սանգարը ժամանակ շատ դժվար էր, հա, նման բան ակնկալել է։ Եզրային հարձակվող էր խաղում, Հա, խաղեր լինում։ բայց ինքը հարկ եղած դեպքում կարող է թե 3 պաշտպանով խաղալ, թե 4-3-3 խաղալ, թե 3-5-2 խաղալ, այսինքն ֆլեքսիբլ է։ Ինչպես Տուլիպան։ Եթե պետք է լինում փոխում է։ Հա, ուստեղ ամենալավն է, որ եթե հիմնականը 4-2-3-1-ն է, այսինքն թիմը շատ տրանսֆորմացիաների խաղային առումով շոկի չի ենթարկվի քվի առաջին խաղերի համար, մինչև մարզիչը կկարողանա արդեն իր խաղը դնել։ Այստեղ ես չգիտեմ նաև ովքեր են լինելու իր մարզչական շտաբում, ինչը եւս շատ կարևոր է եւ ինչ այո, օրինակ գիտենք Գևորգ Ղազարյանը դերը Տուլիպայի շտաբում կամ չգիտեմ, հետարքիր կլինի տեսնել թե ինչ մասնագետներ են իր հետ գալիս եւ ինչ է կատարվում այդ ընթացքում։ Լավ, մի հատ հարց։ Ինչ է կարծում հիմա իր խնդիրը որը պետք է լինի արդյոք նայում այն կազմն է որով արդեն կարելի է ինչ որ բան միայն թե Ռոբի ասած պետք է ինգնի զանգի սրան նրան բերել խառնել ինքը գալիս է միաժամանակ շատ հարմար եւ ոչ այդքան պահի շատ հարմար է որովհետեւ միայն առաջնությունն է հանգիստ կարող է պայքարել չեմպիոնության համար իմ կարծիքով նաեւ եթե Սանդրուն էլ մնար Նոան չեմպիոնության գլխավոր ֆավորիտներ լինելու։ Այս պահի դերությամբ արդեն, երբ որ դուրս են մնացել Եվրոգավաթներից, այս պահից սկսած իրեն գլխավոր ֆավորիտն է։ Ամեն պահ չեմպիոնության գլխավոր ֆավորիտ է նման բյուջեով։ Նման կազմով եւս։ Բյուջեից է գալիս։ Բայց անցած տարի ինչ որ առումով կարելի էր աչք փակել, որ Եվրոգավաթներում հաջողություններ կային, դժվարացրեցին ներքին լիգայում նույն տեմպը պահել, էդի տեղավորցրեց Սանդրոն երկու հատ տիտղոս նվաճեց, Եվրոգավաթի փլեյոֆ հասավ եւ այլն եւ այլն։ Նոր մարզիչը միայն ու միայն չեմպիոնության համար պետք է պայքարի, այլ տարբերակ նույնիսկ չկա եւ այս փորձը Նոային կարծում եմ եւս հուշում է, որ առաջնությունում չեմպիոնությունը ցանկացած Եվրոգավաթում հեռու գնալուց ավելի կարեւոր է, որովհետեւ եթե ակումբի հավակնությունը չեմպիոնների լիգայի խմբային փուլում խաղալն է, դու պետք է չեմպիոն դառնաս, որ դրան հասնես։ Հիմա իրանք նույնիսկ եթե ասենք Սիոնին անցնեին, Այաքսի դեմ, նույնիսկ ես եմ ասում, որ շանս չկար։ Այս Նոայի համար, այդ ես եմ ասում, երբ որ ես այտենց մաքսիմալիստ
խնդիրներ եմ սովորաբար մեր թիմերի համար Նարեկն էլ է։ Հա։ Մեր տանը պատկերացրել ինչ էր խոսքը։ Ինչու մենք հիմա նո կամպում կամ Բեռնաբեու։ Ասենք ես պատկերացրեցի մի օր որ գամ ձեր տուն, կարող մտնեմ Սարդարապատի երգը լինի, տես։ Իդեպ Ավիլի միած։ Բանը Զարթնիր լավ։ Իսկ եթե չի ստացվում խմբային փուլ դուրս գալ, այդ ամենը պետք է փորձես այնց անել, որ հարմարացնես չեմպիոնական ճանապարհով, Չեմպիոնների լիգայից ելույթները սկսելով։ Չեմպիոնությունը գլխավոր խնդիրն է, այո, որոշակի ժամանակ այս մարզիչին կպահանջվի միջով ծանոթանա թիմի ուժեղ կողմերին, բայց ինքը ոնց հասկացա այդքան էլ ուշադրություն դարձնող չէ, այսպես կարող եմ ասել, ինչ որ Գատուզո 2.0 տարբերակն է ինքը, որ լավ առումով լավ առումով թիմին մոտիվացնելու առումով ես իր մի քանի ցիտատները մանեկա գտա տեսնեի թե ինքը ինչպես է տեսնում ֆուտբոլը, ինքը ասես տակտիկան իհարկե կարևոր է, բայց ֆուտբոլում ամենակարևորը սրտով խաղն է։ Դու սրտով եթե խաղացիր, ամեն ինչի կարող ես հասնել։ Իդեպ թույլ կտակ ավելացնեմ մի երկու բան։ Ես այսպես եմ տեսնում, հունական մամուլում գրված էր նաև, որ 2 տարվա պայմանագիր է կնքել մարզիչը ակումբի հետ, հայկական մամուլում այդ մասին տեղեկությամբ էլ է 2 տարվա ինֆորմացիա կարծես չկա։ Ամեն դեպքում կարծում եմ, որ ստեղ ավելի շատ նաև ճիշտ պետք է խնդիր դրվի, նաև ապահովել հայ երիտասարդ ֆուտբոլիստների տրանսֆորմացիան եւ ինտեգրումը թիմին, որովհետեւ այդ առումով նոայում բաց էր ամեն ինչ, որովհետեւ մենք Ես չեմ հավատում դրան։ Չէ, մենք տեսնում ենք, որ կա Գարեգինյան, մենք տեսնում ենք, որ կան Խուդավերդյան ու էլի ֆուտբոլիստներ, ում նոան հավաքագրել է այս 2 տարվա ընթացքում մնացած ակումբներից նաև, բայց այդ ֆուտբոլիստները պետքա ունենան աճ եւ պետքա ինտեգրվեն առաջին թիմին։ Ինձ թվում է դա էլ պետքա շեշտադրվի անպայման։ Հա, էլի ես համաձայն եմ, որ պետքա շեշտադրվի, բայց այդ դեպքում նոախի է պայքարում, որ լեգիոնականների քանակը ավելանա։ Ինչու՞ զգա այդ բանը։ Չէ, դատական բանով դա ընդհանուր թիմի ռոստերի համար է, ռոստեր բառը շատ էր Սանդրոն օգտագործում, չէ։ Եվ տվյալ սահմանափակումը, որը ընդունվել է, ինքը գործում է թե առաջին, թե երկրորդ թիմի վրա, այսինքն դու 2 թիմերի կազմում իրար հետ 15 լեգիոնականից ավել չես կարող ունենալ։ Դե երկրորդ թիմում քեզ երևի պետք էլ չի։ Քեզ պետք է լեգիոնական, քանի որ օրինակ Նոայի պարագայում կան հայ ֆուտբոլիստներ, ովքեր Ռուսաստանի ակադեմիաներից եկել են։ Հա, այդ առումով։ Իրանք չունեն առայժմ Հայաստանի քաղաքացիություն, առայժմ չեն խաղացել Հայաստանի տարիքային հավաքականներում եւ չեն կարող համարվել հայ, իսկ որպեսզի խաղան պետքա խաղան, որ իրանց կանչեն։ Համաձայն։ Եվ այդ առումով խնդիր կարծում կա նաև մնացած ակումբներում եւս նույն Երևանի կազմում կամ նույն ԲԿՄ-ի կազմում կներեք էլի խաղացել է ֆուտբոլիստով Հայաստանի անձնագիր չի ունեցել։ Աղբալյանը։ Ոչ միայն Աղբալյանը, էլի են ֆուտբոլիստներ եղել, եթե չեմ սխալվում։ Բայց հայ են եղել։ Հայ են եղել։ Իրանք էլ լիմիտի խնդիր չեն ունեցել։ Հա, դա շատ են եղել հայերը։ Բայց այդտեղ էլի գալիս է այդ նույն հարցը, որ ստեղ այդ երրորդ լիմիտը առանձնապես պետք չի, քանի որ մենք արդեն 2 սամ լիմիտը ընդհանրապես պետք չի, լիմիտը պետք է Ջան, no limits։ Ցանկացած ֆուտբոլիստը մրցակցություն հաղթելով խաղադաշտ մտնի, եթե ինքը չի հաղթում, ինքը ուղակի մտնա, որովհետև լիմիտ է դրված։ Դա արդեն աբսուրդ է։ Այսինքն ինքը չգիտեմ, ինչ ասեմ, ոնց բացատրեմ, որ ավելի լավ լինի։ Լավ, մի հատ հետաքրքիր համեմատություն էլ անեմ։ Այն ժամանակ Պաոկի ավակը մինչև վերջեսել Վիերինյան էր, Եվրոպայի չեմպիոն, Ադելինոն, ով եզրային պաշտպան է ցախ։ Հիմա ոչ պակաս փորձառու աճ եզրային պաշտպանն է Նոայի ավակը եւ առաջատարներից մեկը։ Ինձ թվում է այդ առումով առաջատար։ Հելդերին էլ չեմ։ Հելդերը խաղային է առաջատար։ Հա, նորմալ խաղող խնդիրն է մարշի։ Իդեպ եւս մի հետաքրքիր բան, այս մրցաշրջանից առաջ մեծ փոփոխություններ եղան Պաոկում եւ Վիերինյան դարձավ տեխնիկական տնօրենը ակումբի։ Բայց ինքը Պաոկից չի եկել, ռոբ, ունեց այս ասեմ ֆուտբոլիստների, որ չեմ ճանաչում։ Ռոբ, ինքը Ապոելից է եկել։ Հա, չէ, նկատի ունեմ ակումբի քաղաքականությունը Պաոկի։ Չգիտեմ, եմ պատմում, բայց Լեո Մաթոսը
Եվ Վիերինյան այս տարի դարձան տեխնիկական պատասխանատուները։ Իմ կարծիքով 4 կետ կա կարևորագույն, որ պետք է մարզիչը այդ հարցի լուծումը տա։ Մեկ աճ պաշտպանի հարցն է, որովհետև մենք տեսնում ենք, որ եթե Հովհաննես Համբարձումյանը վնասվածք է ստանում, Բոհակեն չի կարողանում համապատասխանաբար այդ դիրքը փակի։ Նույնը ձախ պաշտպանն է Սուալեհեի դեպքում, Պավլովիչն է երկրորդ փոխարինողը, որը էլի խնդրահարույց է, մենք չգիտենք։ Առաջինն էլ է խնդրահարույց։ Խնդրահարույց է, բայց եթե Հովհաննես Համբարձումյանը կա, հարցը լուծվում է։ Բայց եթե ինքը չի կարողանում մասնակցել խաղին, արդեն նկատի ունեմ Սուալեհեն էլ է խնդրահարույց։ Այո, Սուալեհենը, այդ դիրքերը նկատի ունեմ։ Կենտրոնական հարցակվողն եմ կարծիքով խնդրահարույց, որ Լազետիչը եւ Մարիոն վնասվածք ունի, Լազետիչը չի կարողանում առայժմ հարմարվի, խաղից կտրվում է նա։ Այդպես խաղից կտրվում էր, օրինակ հիշում ես Օբամեյանը խաղում, խաղից կտրվում էր ամբողջովին, հա մի հատ գոլ խփում էր, բայց ամբողջ խաղի ժամանակ ինքը չկար դաշտում, գոյություն չուներ։ Ինձև Լազետիչն է խաղից կտրվում եւ իմ կարծիքով խնդրահարույց դիրքերից մեկն էլ կարա լինի եզրային ձախ հարցակվողը, որը Կոստակեն ես անցած մրցաշրջանում հույս ունեի, որ իրոք լավ էր խաղում, բայց ոնց որ կոտրված չէ ստացա։ Վնասված հələ չի կարողանում լավ մարզավիճակ հավաքի ու Բրայանը Օդեին, չէ՞։ Օդեին հələ ինքը ավելի շատ աճ է խաղում։ Հելդերի տեղը պիտի խաղա, եթե խաղա։ Հիմա, այսինքն 4 կետ կա իմ կարծիքով կարևորագույն, որ պիտի մարզիչը հարցի լուծում տա։ Չգիտեմ, նոր ֆուտբոլիստ կբերեն թե ինչ-որ բան։ Ֆուտբոլիստներից դուրս գալով, այսպես մի քիչ ավելի ընդհանրական բաներ ասեմ, որ Նոային պետքա։ Մեկը այդ խաղային ձեռագիր ասվածը կամ ընդհանրապես խաղային փիլիսոփայություն, խաղաոճ, որը որ կաշխատի երկար դիստանցիայի վրա, հա, մենք այդ միշտ Նոայի դեպքում այսպես սկսած Կարլոս Ինարեխոսից, հա, ասում ենք, երբեմն նաև մոտայի ժամանակ երբեմն նկատվում էր, որոշակի տեսք ստացել էր, բայց այդտեղ ակնհայտ առաջատար կար այդ ժամանակ Նոային, Պինսոնի իմ կարծիքով ակնհայտ առաջատարն էր թիմի։ Ես կարծում եմ այդպես էր։ Եվ Բերկովիչի ժամանակ էլի տենց էլ չտեսանք մի ամբողջ տարվա ընթացքում, որ հասկանա Նոան ինչ ֆուտբոլ պետք է խաղա, որ Բկմայի հետ երբեք խնդիր չունենա։ Այն օրը այսպես գցել էին ռադիոյով, որ Բկմային վերջին երկու խաղում առանց գոլ բաց թողելու հաղթել են, այտենց էր անոնսը խաղի Նոայի, բայց ասենք Բկմայի հետ կամ ընդհանրապես Նոան գերիշխող խաղաոճ պետք է ունենա, հա, այդ ինչ տեսք պետք է ունենա, մի հարց դա պետք է լուծի, երկրորդ հարցը, որ պետք է լուծի, այդ հանդերձարանի չասեմ, բայց թիմի ընդհանուր հոգեբանական ամրության լիդերների հարցն է, հա, որովհետև Նոան այդպես էլ այտենց լավ լիդեր խաղացողներ չունի, որոնք միշտ պատրաստ կլինեն խաղը իրանց վրա վերցնել։ Այո, խաղային առումով, ես ասում եմ Պինսոնն էր, այդ նկատի ունեմ, որ նա դաշտում պահը երբ որ գալիս էր, նա լիդերություն էր անում ու ակնհայտ էր լիդերություն անում դաշտում։ Այսինքն խաղային առումով։ Բայց ինքն էլ ստեղ երկուսն էլ պետք է։ Օրինակ նայեք Արադ Արմենիայի այս մրցաշրջանի խաղերը, ինչքան շատ ֆուտբոլիստներ, ինչքան բարդ պահերի իրանց վրա վերցրել են։ Այդ ինձ շատ է դուր գալիս։ Նոայում օրինակ անցած տարի խաղ կար, որ բոլորը կարող էին խուսափել այդ պատասխանատվությունից։ Մենք նաև դեպի հոգի պետք չէ լինի։ Նաև չմոռանանք Լինկոլնի խաղի հետ խաղա 11 մետրանոց հարվածաշարը, որը դա ակնհայտ ցույց տվեց, երբ որ Գերգիչը հրաժարվեց 11 մետրանոց իրացնելուց։ Ասացել չեմ դիմանում Ռոբիկը։ Հետեքին չէր ուզում իրականում։ Հետեքին էլ վնասվածք ուներ, բայց սենց արեց ու գնաց իրացնելու։ Հա։ Իրականում շատ դժվար է։ Համաձայն եմ Կարենի հետ, որ պետքա թիմը ձեռագիր ունենա, պետքա առաջերտին հարցակողական լինի, ինքը պետքա մեր առաջացում խաղա այնպես, ինչպես Բավարիան խաղում է Բունդեսլիգայում։ Գերիշխող, խոշոր հաշիվներով հաղթի, որ համոզիչ լինի։ Իսկ այդպես չէր Սանդրոյի ժամանակ, այդպես էր Ռուի Մոտայի ժամանակ, իրանք շատերին խոշոր հաշվով էին հաղթում։ Եվ կարծում չարկատակ խաղաց Սանդրոյի հետ այն, որ ապրիլ-մայիսին թիմը իսկապես ընտիր ֆուտբոլ էր խաղում, հիասքանչ ջախջախում էր, ուզում էր գրեթե Արադ Արմենիան 4-0 Ուրարտին 5-0, բայց Փյունիկին չէր կարողանում։
Ալաշկերտն է չէ կարող։ Եվ հենց այդտեղ հիմնական պատճառը դարձավ, որ իրան չհանեցին երևի թե Ամրանը, որ տեսան պոտենցիալ, որ կարա իսկապես այն ֆուտբոլը խաղանոան, որը ուզում են։ Հա, մենք էլ տեսանք։ Բայց հենց նոր սեզոնը սկսեց էլի վերադարձավ այն հին Նաստրոյկեքին ու Բայց Սանդրոնը կարա հանգստացի, գիտեք ինչ կա 15 ֆուտբոլիստ գնացել է։ Բայց ինքն է ճամփ այդ ֆուտբոլիստներին, ով ասաց։ Կարող է պայմանագիրը վերջացել է գնացել է։ Okay, մարզի Ոչ, կարևորագույն խաղացողներից ոչ, այդ ֆուտբոլիստներին ճամփել է Սանդրոն։ Սաղին ասել է հանեք։ Չէ, կոնկրետ այն ֆուտբոլիստները, որոնք գնացել են ակումբից, ակումբն է ցանկացել որ գնան իդեմս դրա գլխավոր պատասխանատու Սանդրո Պերկովիչի։ Տես չի։ Չգիտեմ։ Չեն կարող ասել։ Դու եթե տենցա խեր անդադ դժգոհում Ես ուզում եի այդ ասեի, որ Նոան օքեյ, հիմա մարզչի հարցում կողնորոշվեց առնվազն մինչև ձմեռ կկարողանա այսպես probation period լինի, հասկանանք։ Մինչև սեպտեմբերին մեծ դադար է լինելու։ Ինչ սեպտեմբեր։ Հավաքականի դադարը։ Հասկացանք, բայց մարզիչը եկել է հաստատ մի քանի ամիս կաշխատի, եթե ինչ-որ սուպեր ֆեյլ չգնա, ավելի երկար կաշխատի, չէ։ Բայց երկրորդ հարցը, որ Նոան ունի հասկանալու, այդ ֆուտբոլիստների ընտրության ինչ-որ մեխանիզմ ստանալն է, հա, բայց դա նաև կախված է նրանից, որ երբ որ թիմը ունենա հստակ խաղային փիլիսոփայություն, արդեն ավելի հեշտ կլինի հասկանալ ինչ ֆուտբոլիստները պետք, բայց մյուս կողմից էլ մենք չգիտենք հիմա Նոայի սպորտային տնօրենը ով է, ով։ Դու գիտես, Ռոբ, եթե չգիտես, ես ասա։ Կա։ Չկա հենց դա, որովհետև Հայկը երբինած։ Ու հիմա կներես, այդ ասեմ, եթե Նոայի վերջին որոշ ելույթներ կարելի է ձախողում համարել կամ չեմպիոն չդառնալը կարելի է ձախողում համարել, այդ ձախողման մեջ ես եթե 60% կտամ Սանդրոին, 40% էլ կտամ ակումբին։ Չէ, Այն մարդուն ով զբաղվել է տրանսֆերներ։ Չկա հենց դա, որովհետև ոնց որ վերադարձած լինենք այն հին ժամանակները, 10-15 տարի առաջ Հայաստանը, որ ֆուտբոլիստներին յարմարկայի պես առաջարկում փորձարկումներ նոր էր ստորագրում կամ ինչ որ մեկը խորտ կտար կբերեր, այլ ոչ թե ունես սելեկցիոն բաժին, ես չքան գիտեմ Նոան չունի սելեկցիոն բաժին, դու գիտես ունի։ Ես չքան գիտեմ չունի եւ առանց սելեկցիոն բաժնի այն հավակնությունները, որոնք ունի Նոան եւ մենք տեսնում ենք, որ դրանք շատ լավ են կատարվում։ Զուգահեռ պետք է նաեւ այդ աշխատանքը լինի, որ իրանք էլ պատասխանատվություն կրեն, եթե ինչ որ տրանսֆեր հաջող չլինի, ոչ թե ակումբի աշխատողները ստիպված փորձեն ինչ որ բան խաղացող գտնեն ծանր ժամանակ կամ մարզիչ Ռոբոտ ցանկեր կազմել կամ մարզիչ գտնեն կազմել նա նոր հա կամ հիմա Ռոբի խոսքի այդ ասած ֆուտբոլիստներից կարող է մեկի ասեն իսկական էլ արեք նայենք կարող է լավ Լիմնոսին կարան նայեն շատ լավ հա այնպես որ այդ առումով պետք է աշխատանք կատարվի ու դրա մյուս քայլը նոր կգա որ օքեյ, այսքանը արդեն ունենք, հիմա հասկանանք ոնց ենք մեր հայ ֆուտբոլիստներին մտցնում այդ համակարգի մեջ։ Այսինքն, այդտեղ հասնելուն հələ մի 2 տարի կա, դուք որ ասում եք հիմիկվանից պետք է ինքը հայերին ուշադրություն, ես չեմ պատկերացնում ոնց է հնարավոր։ Յանին այն կարծիքով դա։ Ես պատկերացնում եմ դա մի քիչ այն առումով, որ ակումբն էլ պետքա դրան նպաստի։ Չի նպաստի, Ռոբ ջան, որովհետև Նոան հիմա ասենք ոնց որ ես չեմ ասում ինքը ուղղակի ջրից դուրս ինքը չի կարա ապրի առանց Եվրագավաթի հասկանես ինքը կարա սենց զորով հասնի հասկանում ինչպես նաև որ ջուր գալստով հասնի Եվրագավաթին բայց 2 սեզոն իրար վրա ինքը Եվրագավաթում չխաղալ չի կարող արի պատկերացնենք որ հայկական հայ երկրպագուն էլ արդեն չի կարա առանց այդ Եվրագավաթի չէ հիմա Նոան չի Արարատ Արմենիան դե չէ այն առումով որ չէ նկատի ունեմ որ Արարատ Արմենիան կամ Նոան մի տարի երկուսն է կամ ինչ որ ուրիշ ակումբ չհասնեն այդ սաղս համար ինչ-որ տրագեդիայի պես բան է բանաշաձողը այդ եմ ասում պիտի բարձր հիմա մի փոքր էլի կարելի է խոսեմ այդ որ ասում էր ավակները չէ բան թիմի լիդեր տենց բաները Հունաստանում այդ առումով այդ էմոցիոնալ ֆոնը միշտ բարձր է ու բաղում էլ է միշտ շատ բարձր եղել ես վերջի 12 տարին շատ ավելի շատ եմ հետևում հունական ֆուտբոլին, շատ ավելի daily basis ոնց որ ասում են, այս վերջերս մի քիչ հեռացել եմ, բայց բաներ կա այնտեղ, որ այդ օրինակ մենք երբևիցե չենք տեսել, չէ, Նոայի
հանդերձանից ինչ որ վիդեո բացառությամբ էս վերջի կադրերը որ հրապարակել էին որ Սանդրոն ինչ որ բան է խոսում չէ բայց նույն Հունաստանում մարզիչը թիմի լիդերները միշտ խաղերից առաջ ինչ որ բան են ասում այդ հայտնվում է ակումբի հետո մեդիայում որ Իսկ ինչու է այդպես երկրպագուական պահանջարկ կա Այո որովհետև կան երկրպագուներ Ինչի նոյում չկա լիդեր չէ կա բացի Հովանես Արարյանը ինչի չկա Համբարձումյանից չկա Ռոբջան չկա որովհետև իրենք երբեք այդ ֆուտբոլիստները չեն հայտնվում մի իրավիճակում երբ որ երկրպագուին պետք է բան բացած հաշվետու լինեն իրանք մենակ կարողա չգիտեմ ակումբի ղեկավարությանը հաշվետու լինեն մի կերպ կլինեն չեն լինի այդ ուրիշ հարց դե նայ ասածը մի փոքր ուրիշ էր ասածն էր որ ընդեղի այն ինչի միջով կերտվել է Պաբլո Գարսիան Հունաստանում դա կարա եւս թիմի հոգեբանական եւ այսպես կերպարի վրա ինչ որ փոփոխություններ ունենա որովհետեւ իրան այդ լիդերները պետք են լինելու ինձ թվում է իրան նաեւ ինքն էլ իր էությամբ էմոցիոնալ է ու ինքն էլ օրինակ է ծառայելու ինձ թվում է այն ինչ որ օրինակ ցույց են տալի Հունաստանում հունական ակումբները այդ վիդեոներով բանով չգիտեմ այդ նաեւ թե մրցակիցներին է ինչ որտեղ սարսափեցնում թե երկրպագուին է դուխ տալի թե ցույց է տալի որ թիմը ունի ոգի իսկ ինչ էր ասում ինքը ասում էր որ հենց այդ պետք է իրանք ունենան ու իրանք ամենօրյա աշխատանքով չգիտեմ ապացուցեն իրենց արժեքները այդ պետք է նաեւ հետաքրքիր է լինելու մի խոսքով որ sense խոսամ կարող եմ մի 10 րոպե խոսամ չէ բայց այս թեմայով ինչ կա ավելացնելու ավելացրեք մոտավորապես ներկայացրեցիր այն ինչ որ օրինակի համար Վահե Գևորգյանի տեսնում ենք մենք այդ նույն հանդերձարանում խաղադաշտում այդ ոգևորական խոսքերը ես ինչքան գիտեմ հայ մարզչի չեն դիտարկել բայց Ես օրինակ շատ կուզեի որ Վահե Գևորգյանին գոնե դիտարկած լինեին, դժվար կլիներ տանել նրան Ալաշկերտից, Ալաշկերտանից չի հեշտ է բանակցում ինչ-որ թիմի հետ, որ կարողանաց համոզել իրենց մարզչին են էլ տան։ Իրենց համակարգի աստղը ամեն դեպքում Վահե Գևորգյանն է։ Եվ ես խի կուզեի իրան հրավիրեն, գիտես խի, իմ կարծիքով չկա հիմա որևէ մարզիչ, որ իրանից մոտիվացված կլինի գանուա եւ հաջողության հասնի։ Հիմա Պաբլո Գարսիան հաստատ ինչքան էլ մոտիվացնող տեսակի մարդ է, ինքը միևնույն է փողի համար կգա, հետագա ինչ-որ բաների համար կգա, բայց Վահե Գևորգյանը իր պատրաստ է իր հաջորդ քայլը կատարեր, շատ ներդաշնակ կլիներ, որ հենց սա լիներ, եւ ինքը այնտեղ փորձեր հաջողության հասնել։ Իմ կարծիքով այդ գործոնը արժեր հաշվի առնել։ Բայց ըստեղ կա մի բայց, որը հենց Վահե Գևորգյանն է եւ իր commitment-ը Ալաշկերտին, որը ինձ թվում է նվիրվածությունը նկատի նվիրվածությունը եւ իր խոստումը ասած խոստումը այո Ալաշկերտին եւ պրոյեկտին որը մրցաշրջանի այս հատվածում ինքը ինձ թվում է այն տիպի մարդ է որ կիսատ չեր թողի ու գնար նոր բարձունքներ նվաճելու բայց չգիտեմ ինձ թվում է այդ վերջերս հարցազրույցում ասել էր չէ որ Չինաստանից առաջարկ եմ ստացել չեմ ընդունել եւ ափսոսում եմ դրա համար ոչ եմ ընդունել Դե չգիտեմ, ամեն դեպքում ինձ թվում է Վահե Գևորգյանի ժամանակը դեռ կգա։ Հուսանք։ Արտաշեսը Ղազարյան ասում է Ռոբջան ռեֆերալ բոնուս ունեցել ես։ Գևորգ Բաղդասարյանը ասում է որ լավ մարզիչ է Պաբլո Գարսիան, նոր Հունաստանի մեդիան էին նայում, իրենց լրագրողները ասում էին որ կհաջողի։ Իրան այնտեղ սաղ սիրում են Հունաստանում ու մանավանդ Պաոկում ու հենց իր նվիրվածության ու իր տեսակի համար դա էլ է շատ հետաքրքիր էլի Okay, դե եկեք շարժվենք առաջ, տեսնենք ինչ կտեսնենք Պաբլո Գարսիայից, Նոայի չգիտեմ իսպաներեն են ասուլիսներ լինելով թե հունարեն հա դու ասցի անգլերեն ոնց որ լավ չի խոսում չէ կամ вообще չի խոսում առհասարակ չի խոսում դրա համար գնամ հունարենս մի քիչ վերանայեմ տարբերակ անգլերեն կոմենտ ունենք Ռոբերտ Բաշտը ասում է why is Noah changing coaches every year no continuity they will not develop like that they should take Vahe on a 4-year contract ասում է որ Վահեին
Վայ Գևորգյանին 4 տարվա պայմանագիր պետք է առաջ շարքեն, թե չէ անընդհատ մարզի չեն փոխում, որ ինչ։ Սլուցկին ազատ էր, իրեն հետաքրքիր կլիներ տեսնել Նոայում։ Սլուցկին որ գար Նոայում պետք է գար մեր այդ ոդկասթի շաբաթը մեկը։ Սլուցկին ինքը հրաժարականի դեպ տվեց Չինաստանից, ասաց օթանավականում 3000 մարդ էր եկել ինձ ճանապարհելու։ Այդքան քիչ։ Դե Չինաստանում շատ քիչ է 3000 հոգին, ասենք ես օրվա մոծակը որ չնկատիկ դաժե։ Լավ, դատաստանից մի հատ խոսեցինք, բայց մի հատ